Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 տարին լրացած անձանց մեծամասնությունը 070 կոդով անձնագրի գրողներն են, ընդ որում լինելով անձը հաստատող փաստաթղթեր 070 կոդով անձնագրերը առանցքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար երկրից դուրս ճամփորդելու, բանկային, քաղաքացիաիրավական, տարատեսակ գործարքներ կնքելու եւ այլնի համար։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կարգավիճակ ձեռք բերելու ընթացակարգերի գործարկման համար եւս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16 տարին լրացած անձին առաջին հերթին հարկավոր է լինելու անձը հաստատող այդ փաստաթուղթը։ Սակայն քիչ չեն դեպքերը, երբ բռնի տեղահանված անձինք տեղահանման ճանապարհին կամ դրանից հետո կորցրել են իրենց անձնագրերը կամ կյանքի կամ առողջության սպառնալիքի բերումով չեն հասցրել վերցնել իրենց անձնագրերը։ Մյուս կողմից 070 կոդով անձնագրերը, ինչպես ցանկացած այլ անձնագիր, տրվել են որոշակի ժամկետներով։ Ժամանակի հոսքին զուգընթաց առաջանում է վավերականության ժամկետը լրացող անձնագրերի փոխանակման, կորցրած անձնագրերի վերականգնման խիստ կարևոր հարցեր։ Արդյոք հնարավոր է Հայաստանի Հանրապետությունում վերականգնել կամ փոխանակել 070 կոդով անձնագրերը եւ եթե այո, ապա ինչ կարգով։ Սույն տեսանյութի նպատակն է քննարկման առարկա դարձնել այդ հարցերը եւ նկարագրել գործընթացի ընթացակարգային մանրամասնությունները։ Անձնագրի կորստյան կամ վավերականության ժամկետը լրանալու դեպքում անձն այդ մասին պետք է հայտնի լիազոր մարմնին, այն է ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն, իսկ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու դեպքում ՀՀ դիվանագիտական ներկայացություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Այդ նույն մարմիններն են տալիս կամ փոխանակում ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին անձը հաստատող փաստաթղթերը, կոնկրետ դեպքում 070 կոդով անձնագրերը։ Անձնագրի կորստյան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել դիմում անձնագիր ստանալու մասին պետական տուրքի վճարման անդորրագիրը։ Անձնագիրը փոխանակելու համար անձը ներկայացնում է դիմում փոխանակման ենթակա անձնագիրը, ինչպես նաև համապատասխան չափի 2 գունավոր լուսանկար։ Փաստաթղթում որևէ տեղեկատվություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում նաև իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ, եթե այդ տեղեկատվությունները առկա չեն, ծառայությունը վարվող շտեմարանում։ Անձնագրի կորստյան դեպքում, անձնագրերի վերականգնման կամ վավերականության ժամկետը լրանալու դեպքում անձնագրի փոխանակման դիմաց գանձվող պետական տուրքի գումարը կազմում է 1000 Հայաստանի Հանրապետության դրամ։ Կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիրը տրվում է լիազոր մարմնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձի դիմումի մուտքագրումից հետո 10-րդ աշխատանքային օրը, իսկ վավերականության ժամկետը լրանալու դեպքում դիմումը մուտքագրվելուց հետո 5-րդ աշխատանքային օրը։ Լիազոր մարմինը ծառայությունների վճարողի մատուցման պայմանագրի հիման վրա կարող է ավելի սեղմ ժամկետում տրամադրել անձնագիրը կառավարության կողմից սահմանված դեպքերում եւ կարգով, մասնավորապես մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող է տրամադրվել 60000 դրամ պետտուրք վճարելու դեպքում, երրորդ աշխատանքային օրը տրամադրելու դեպքում պետտուրքը կկազմի 50000 դրամ, 5-րդ աշխատանքային օրը պետտուրքը կկազմի 40000 դրամ։ Այն դեպքում, երբ անձը կորցրել է իր անձը հաստատող փաստաթուղթը եւ ցանկանում է ավելի սեմ ժամկետներում այն վերականգնել, էլի կառավարության կողմից սահմանված կարգով կարող է այն ստանալ ավելի սեմ ժամկետներում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում պետական տուրքը կկազմի 20000 դրամ, երրորդ աշխատանքային օրը տրամադրելու դեպքում 10000 դրամ։ Այն դեպքում, երբ որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը կորցրել է իր անձնագիրը, անձը հաստատող փաստաթուղթը եւ դիմում է այն վերականգնելու համար, մինչ նոր անձնագրի տրամադրումը իրավասու մարմինը կարող է տրամադրել նրան համապատասխան փաստաթուղթ, որը կհավաստի նրա ինքնությունը մինչեւ նոր անձնագրի տրամադրումը։